Նոյեմբերի 8-ը ռադիոլոգիայի միջազգային օրն է, այն ոչ միայն մասնագիտական տոն է, այլև հիշեցում, որ յուրաքանչյուր ճշգրիտ ախտորոշման հիմքում ռադիոլոգի գրագետ աշխատանքն է։ Ժամանակակից բժշկությունը դժվար է պատկերացնել առանց ռադիոլոգիայի, այն հնարավորություն է տալիս տեսնել անտեսանելին, ասում է Նայիրի բժշկական կենտրոնի ռադիոլոգիական ծառայության ղեկավար, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Ղալումյանը։ Ժամանակակից բժշկությունը առանց ռադիոլոգիայի հնարավոր չէ պատկերացնել, քանի որ ռադիոլոգիան ինքը ներգրաված է կոնկրետ բժշկության բոլոր ուղղությունների մեջ։ Այսինքն կա տենց շատ հայտնի արտահայտություն, եթե կա գրագետ ախտորոշում, ապա կա գրագետ եւ վերջնական բուժում։ Ռադիոլոգիայում կիրառվում են վերջին նորագույն տեխնոլոգիաները, որոնք որ մեզ օգնում են, այսպես ասած, տեսնել անտեսանելին։ Ռադիոլոգիան բժշկության ամենաերիտասարդ ու արագ զարգացող ճյուղն է, նշում է Կոստան Ղալումյանը։ Վիլհելմ Ռենտգենի հայտնագործության շնորհիվ, որի պատվին էլ նշվում է այս մասնագիտական տոնը, բժշկությունը հսկայական առաջընթաց գրանցեց, ձեռք բերելով ճշգրիտ ախտորոշման կարևոր գործիքներ։ Սկզբում ռենտգեն, ապա ուլտրաձայնային հետազոտություն, հետագայում ռենտգենի կիրառմամբ ավելի նորագույն մեթոդներ՝ ԿՏ եւ մամոգրաֆիա, այնուհետև արդեն այլ տեխնոլոգիաներով MRT-ն ու պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան։ Անգամ ռադիոլոգիայի զարգացման եւ խորացման հետ միասին, երբ որ մենք ուսանում ենք բժշկական համալսարանում, անատոմիայի գրքերով ամբողջ մարդու անատոմիան է փոփոխվել, որովհետեւ մենք նոր ստրուկտուրաներ ենք հայտնաբերում գործիքների զարգացմանը զուգահեռ, որոնք նախկինում երբևիցե չեն նկարագրվել եւ նոր հիվանդություններ ենք հայտնաբերում։ Նայիրի բժշկական կենտրոնի ռադիոլոգիական ծառայությունը համապատասխանում է միջազգային չափորոշիչներով սահմանված պահանջներին։ Siemens ընկերության վերջին սերնդի ԿՏ եւ MRT, ուլտրաձայնային հետազոտության սարքեր, մամոգրաֆ։ Ներկա պահին ժամանակակից ախտորոշում ապահովելու համար մենք ունենք վերջի սերնդի ժամանակակից բոլոր սարքավորումները եւ ամենակարևորը հագեցած նույնպես էլի վերջի սերնդի ծրագրերով եւ որ այդ ամենի անբաժանելի մասն է շատ լավ բարձր կրթություն, մասնագիտական կրթություն ստացած եւ տարիների փորձ կուտակած մասնագետներով, քանի որ գործիքները իրենցով կլինեն ոչինչ, եթե իրենց հետ չաշխատեն հմուտ ռադիոլոգներ, հմուտ մասնագետներ։ Կոստան Ղալումյանը ընդգծում է Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում տեղադրված պետկատե սարքի նշանակությունը Հայաստանի համար։ Այն իր տեսակի մեջ եզակի է եւ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ վերահսկել ու գնահատել ուռուցքային հիվանդությունների բուժման ընթացքը։ Ես կարծում եմ ինքը շատ կարճ ժամանակում կգրավի իր դերը ու տեղը Հայաստանի բժշկագիտության ոլորտում, քանի որ արդեն արևմտյան զարգացած աշխարհը առանց պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի կոնկրետ ոչ մի բուժական պրոտոկոլներ, այսպես ասած, չի կիրառվում։ Նայիրի բժշկական կենտրոնի բազայի վրա գործում է նաև ռադիոլոգների դպրոց, մի հարթակ, որտեղ երիտասարդ մասնագետները ձեռք են բերում նոր հմտություններ եւ ծանոթանում ժամանակակից ախտորոշիչ մոտեցումներին։ Ի շնորհիվ մեր դասախոսների, որոնք որ աշխատում են ռադիոլոգիայի դպրոցում, մենք կարծում եմ շատ կարճ ժամանակում ապագայում կունենանք նոր սերնդի ռադիոլոգներ, որոնք որ ավելի շատ կախված չեն լինի բուն սարքից, այլ ավելի կախված կլինեն հենց նոզոլոգիաներից, այսինքն օրգան կախյալ ռադիոլոգներ, որոնք որ այսօրվա դրությամբ արևմտյան աշխարհում ամենաընդունված մոտեցումն է։ Ռադիոլոգների օրը հնարավորություն է տալիս ընդգծելու բժշկության այս արագ զարգացող ճյուղի նշանակությունը եւ գնահատելու մասնագետների դերակատարությունը ժամանակակից առողջապահության մեջ, ասում է Կոստան Ղալումյանը։ Նա իր շնորհավորական խոսքն է ուղղում գործընկերներին։ Սիրելի ռադիոլոգներ, հարգելի գոլեգաներ, սիրով շնորհավորում եմ ձեզ ռադիոլոգիայի միջազգային օրվա հետ կապված։ Մաղթում եմ ձեզ բոլորիդ ու մեզ բոլորիս քաջ առողջություն, համբերություն եւ նորանոր մասնագիտական ձեռքբերումներ։ Շնորհավոր ռադիոլոգիայի միջազգային օր։